Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2026 թվականի մայիսի 24-ն է։ Այս տեսանյութում ցանկանում եմ բարձրաձայնել իմ եւ Հրանտ Դավոյանին առնչվող դատական գործի մանրամասների մասին։ Մասնավորապես իմ հետևորդները արդեն իսկ տեղեկացված են, որ կենթանասեր Հրանտ Դավոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան Էրիկ Եղինյանից դեմ, պահանջելով իբր թե իմ կողմից իրեն զրպարտելու համար ինձնից հօգուտ Հրանտ Դավոյանի բռնագանձել 1.5 միլիոն դրամ։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ հանրայնացնել այդ դատական գործին առնչվող մանրամասները եւ ցանկանում եմ բարձրաձայնել իմ փաստարկված դիտարկումների մասին սույն դատական գործին առնչվող մանրամասների վերաբերյալ։ Ես փաստարկված կերպով եւ համապատասխան իրավական վերլուծությունների վկայակոչմամբ հանգամանալից բարձրաձայնում եմ այդ դատական գործին առնչվող իմ ողջամիտ փաստարկների մասին եւ սույն աղմկահարույց դատական գործի վերաբերյալ մնացած ուշագրավ մանրամասների վերաբերյալ ավելի հանգամանալից պատկերացում կազմելու համար առաջարկում եմ ամբողջությամբ դիտել սույն տեսանյութը։ Ինչպես արդեն նշեցի, կենթանասեր Հրանտ Դավոյանը քաղաքացիական հայցով դատի է տվել Էրիկ Եղինյանից, որ իբր թե Էրիկ Եղինյանս Հրանտ Դավոյանին անվանել եմ հոմոսեքսուալ եւ Հրանտ Դավոյանը դատանից պահանջում է Էրիկ Եղինյանիցս հօգուտ իրեն բռնագանձել 1.5 միլիոն դրամ։ Հրանտ Դավոյանը դատանին է ներկայացրել նոտարի կողմից չվավերացված ապացուցողական նշանակություն չունեցող մի փաստաթուղթ, որտեղ նշված է հետևյալ բովանդակությամբ գրառումը. Մեջբերում եմ. Սոնա ջան, երկու հատ հոմոսեքսուալ միասին ապրում են մի տան մեջ եւ իրար հետ շատ լավ են զգում։ Մեջբերման ավարտը։ Ինչպես արդեն պարզ է, հիշյալ գրառման մեջ Հրանտ Դավոյանի անուն ազգանունը ընդհանրապես չի հիշատակվում, հետեւաբար անտրամաբանական եւ անհասկանալի է, թե Հրանտ Դավոյանն այլ անձին վերաբերող ենթադրյալ հոմոսեքսուալ լինելու մասին գրառումը Հրանտ Դավոյանն ինչու է վերագրել հենց իրեն։ Այստեղից բխող ողջամիտ հետևությունները թողնում եմ ձեզ։ Հանրությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պաշտոնական նամակով հայփոստի միջոցով գրավոր հարցմամբ դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Facebook-ին պատկանող Meta ընկերությանը արդեն իսկ ջնջված Facebook-յան օգտահաշվի վերաբերյալ դատանին տեղեկատվություն տրամադրելու ակնկալիքով։ Մինչդեռ Facebook-ը Հայաստանից ուղարկված հարցումներին ընդհանրապես չի պատասխանում, առավել ևս քաղաքացիական գործերով Հայաստանից ուղարկված հարցումներին Facebook-ն ընդհանրապես չի պատասխանում։ Ինչպես նաև դատանը նշանակել է փորձաքննություն եւ հիմա փորձագետը սպասում է մինչեւ Facebook-ից դատանում ստացվի դատանի հարցման պատասխանը, որպեսզի դրանից հետո փորձագետը իր եզրակացությունը համապատասխանեցնի Facebook-ից դատանին ուղարկվելիք պատասխանի հետ։ Հետևաբար այս դատական գործի հանգուցալուծումը շուտով կլինի։ Հրանտ Դավոյանը դատանին միջնորդել է որպես վկա ցուցմունք տալու համար դատարան հրավիրել կենթանասերներ Մարիամ Ջիլավյանին եւ Նատալի Քրմոյանին։ Էրիկ Եղինյանս բազմիցս Viber-ի միջոցով կենթանիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերով շփվել է Մարիամ Ջիլավյանի հետ։ 2025 թվականի ապրիլի 19-ին Էրիկ Եղինյանս Ստեփանավան քաղաքի քննչական բաժնի մոտակայքում նկատել են, որ Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակից Հովհաննես Թորոսյանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում Անտուն Շան նկատմամբ։ Այդ ժամանակ Էրիկ Եղինյանս անմիջապես տեսանկարահանել եմ այդ ամենը եւ տեղադրել եմ իմ YouTube-յան ալիքում։ Քանի որ իմ YouTube-յան ալիքում նշված է իմ հեռախոսահամարը, ուստի անձամբ Հրանտ Դավոյանը դեռևս 2025 թվականի ապրիլի 19-ին ուղիղ կապով զանգահարել է Էրիկ Եղինյանից եւ ասել է, որ ըստ իրեն նույնիսկ ԱՄՆ-ում են Անտուն Շներին ստերջացնելու նպատակով նման երկաթյա օղապարանով բռնում։ Սակայն Էրիկ Եղինյանս Հրանտ Դավոյանին ասել են, որ իր կազմակերպության աշխատակից Հովհաննես Թորոսյանի կողմից Անտուն Շան հանդեպ դրսևորված դաժան վերաբերմունքի վերաբերյալ ես բողոքելու եմ ոստիկանություն։ Դրանից հետո 2025 թվականի ապրիլի 19-ին կենթանասեր Մարիամ Ջիլավյանը ուղիղ կապով զանգահարել է Էրիկ Եղինյանից եւ այդ ժամանակ Մարիամ Ջիլավյանը փորձել է Էրիկ Եղինյանից հավատացնել, որ նման եղանակով Անտուն Շներին բռնելը դա ընդունված ձև է եւ Մարիամ Ջիլավյանը փորձել է Էրիկ Եղինյանից համոզել, որ Էրիկ Եղինյանս այդ մասին չբողոքեն եւ Հրանտ Դավոյանի ու Մարիամ Ջիլավյանի կողմից
Էրիկ Եղինյանից զանգահարելու փաստը հստակ արձանագրված է հեռախոսացանցի վերծանումներում։ Սակայն այդ ժամանակ Էրիկ Եղինյանս Մարիամ Ջիլավյանին ասել են, որ Անտուն Շան հանդեպ դրսևորված դաժան վերաբերմունքի վերաբերյալ ես բողոքելու եմ ոստիկանություն։ Դրանից հետո Մարիամ Ջիլավյանը, տեսնելով, որ Էրիկ Եղինյանս անդրդվելի է, Մարիամ Ջիլավյանը զայրացած ասել է հետևյալ խոսքերը։ Մեջբերում եմ Մարիամ Ջիլավյանի այդ խոսքերը։ Էրիկ, դու կենթանասեր չես, ստերջացումը բխում է շունիկների բազմացումը կանխելուց։ Հրանտի դեմ բողոք գրելով դու ոչնչի չես հասնի։ Մեջբերման ավարտը։ Եվ իր այդ խոսքերից հետո Մարիամ Ջիլավյանը անջատել է հեռախոսը։ Էրիկ Եղինյանից եւ Մարիամ Ջիլավյանի միջև տեղի ունեցած հիշյալ հեռախոսազրույցով հաստատվում է, որ Մարիամ Ջիլավյանը Հրանտ Դավոյանի հետ գտնվում է բավականին մտերիմ հարաբերությունների մեջ եւ Մարիամ Ջիլավյանը հանդիսանում է Հրանտ Դավոյանի կողմնակիցներից։ Հետևաբար Էրիկ Եղինյանից գնահատմամբ Մարիամ Ջիլավյանը միգուցե հենց Հրանտ Դավոյանի ուղղորդմամբ դատանում կտա Հրանտ Դավոյանի օգտին ցուցմունք։ Ուստի Մարիամ Ջիլավյանի եւ Նատալի Քրմոյանի կողմից դատարանում Էրիկ Եղինյանից գնահատմամբ ցուցմունք տալու դեպքում Էրիկ Եղինյանս Մարիամ Ջիլավյանի եւ Նատալի Քրմոյանի դեմ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ազգային անվտանգության ծառայություն։ Այսինքն Հրանտ Դավոյանը հանուն իր շահի թե դատարանում եւ թե ազգային անվտանգության ծառայությունում քաշքշուկների մեջ է գցելու Մարիամ Ջիլավյանին եւ Նատալի Քրմոյանին։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ Մարիամ Ջիլավյանի կողմից դատարանում որպես վկա ցուցմունք տալուց հետո Էրիկ Եղինյանս դատարանին կներկայացնեմ 2025 թվականի ապրիլի 19-ին Մարիամ Ջիլավյանի կողմից Էրիկ Եղինյանից զանգահարելու ժամանակ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ իմ կողմից գաղտնի կատարված ձայնագրությունը եւ այդ ձայնագրությամբ կփաստվի, որ Մարիամ Ջիլավյանն ու Հրանտ Դավոյանը միմյանց հետ իսկապես գտնվում են մտերիմ հարաբերությունների մեջ։ Հետևաբար Մարիամ Ջիլավյանի ցուցմունքը արժանահավատության տեսանկյունից խիստ խնդրահարույց է լինելու եւ չի կարող արժանահավատ դիտարկվել։ Հավելեմ նաև, որ Վճռաբեկ դատարանը Վահիկ Մխիթարյանի վերաբերյալ թիվ ԼԴ 00020118 գործով 2019 թվականի ապրիլի 11-ին կայացված նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ քաղաքացու կողմից գաղտնի կատարված ձայնագրություններն ունեն ապացուցողական նշանակություն։ Հետևաբար Էրիկ Եղինյանից եւ Մարիամ Ջիլավյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Էրիկ Եղինյանից կողմից Մարիամ Ջիլավյանին գաղտնի ձայնագրելը կարող է ունենալ ապացուցողական նշանակություն Մարիամ Ջիլավյանի կողմից դատանում տրվելիք ցուցմունքն անարժանահավատ գնահատելու տեսանկյունից։ Իսկ եթե Մարիամ Ջիլավյանը դատանում կհայտարարի եւ կհերքի, որ Էրիկ Եղինյանից կողմից դատանի ներկայացված ձայնագրության մեջ իբր թե Մարիամ Ջիլավյանի ձայնը չի հնչում, ապա նման պարագայում դատանը կնշանակի դատաձայնագրառային փորձաքննություն եւ ձայնի նույնականացմամբ կհաստատվի, որ Էրիկ Եղինյանից կողմից դատանի ներկայացված ձայնագրության մեջ իսկապես հնչում են իմ եւ Մարիամ Ջիլավյանի ձայները։ Հրանտ Դավոյանի վերաբերյալ սույն դատական գործով ապացուցման պարտականությունը դատարանը իրավացիորեն դրեց Հրանտ Դավոյանի վրա եւ Էրիկ Եղինյանից վրա դատարանը որևէ փաստ ապացուցելու պարտականություն չդրեց։ Քանի որ ապացուցման պարտականությունը դատարանն իրավացիորեն դրեց միայն Հրանտ Դավոյանի վրա, ուստի նման պարագայում ողջամտորեն ակնհայտ է, որ դատարանն անշուշտ մերժելու է Հրանտ Դավոյանի ակնհայտ անհիմն եւ առարկայազոր քայցը եւ Հրանտ Դավոյանի հայցը մերժվելու պարագայում պետական տուրքի գումարները, փորձաքննության ծախսերը, Էրիկ Եղինյանից փաստաբանական ծախսերը եւ այլ դատական ծախսերը բռնագանձվելու են Հրանտ Դավոյանից։ Էրիկ Եղինյանիցս 1.5 միլիոն դրամ բռնագանձելու ակնկալիքով Հրանտ Դավոյանն արդեն իսկ բավականին շատ գումարներ է ծախսել, մասնավորապես Հրանտ Դավոյանը վարձատրել է իր փաստաբաններին եւ վճարել է դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարները, մինչդեռ Հրանտ Դավոյանի ակնհայտ անհիմն եւ առարկայազոր քայցը մերժվելու պարագայում Հրանտ Դավոյանը ֆինանսական զգալի կորուստներ է ունենալու։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Էրիկ Եղինյանս չունեմ գրանցված աշխատանք, չունեմ իմ անվամբ գրանցված բանկային հաշվեհամարներ, ինչպես նաև Էրիկ Եղինյանս չունեմ իմ անվամբ գրանցված որևէ գույք կամ սեփականություն, հետևաբար որևէ մեկը, այդ թվում նաև Հրանտ Դավոյանը, չեն կարող ինձնից ոչինչ բռնագանձել։ Հավելեմ նաև, որ Հրանտ Դավոյանի փաստարկները բավականին թույլ են, հեղուկ են, առարկայազուրկ են,
Եվ ողջամտորեն ակնհայտ է, որ դատարանն անշուշտ մերժելու է Հրանտ Դավոյանի առարկայազոր քայլը։ Էրիկ Եղինյանս իմ զորեղ փաստարկներով դատարանում կջախջախեմ թե Հրանտ Դավոյանի եւ թե վերջինիս փաստաբանի առարկայազուրկ փաստարկները, եւ դա Էրիկ Եղինյանից համար արդեն սկզբունքային հարց է։ Շատ անձինք են Էրիկ Եղինյանից իրավական դաշտում մարտահրավեր նետել եւ շատ անձինք են Եղինյանից հետ մտել իրավաբանական պայքարի մեջ, սակայն ի դժբախտություն որոշ մարդկանց Էրիկ Եղինյանս իմ ողջախոհության եւ խորաթափանցության շնորհիվ միշտ հակադարձել եւ հակազդել եմ իմ դեմ ուղղված քողարկված եւ նենգամիտ քայլերին։ Այն անձինք, ովքեր իրավաբանական պայքարի մեջ են մտել Էրիկ Եղինյանից հետ, դատարաններում ես իմ զորեղ փաստարկներով գրեթե միշտ ջախջախել եմ իմ դատավարական հակառակորդներին։ Սույն դեպքում կենթանասեր Հրանտ Դավոյանը մարտահրավեր է նետել Էրիկ Եղինյանից եւ ես ընդունում եմ Հրանտ Դավոյանի կողմից ինձ նետված այդ մարտահրավերը։ Նշեմ նաեւ, որ Էրիկ Եղինյանս Հրանտ Դավոյանին չեմ ճանաչում, Հրանտ Դավոյանի անձնական կյանքը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում եւ ես հավաստիացնում եմ, որ Հրանտ Դավոյանի վերաբերյալ Էրիկ Եղինյանս որևէ տեղեկատվություն, այդ թվում նաև զրպարտություն համարվող որևէ տեղեկատվություն Էրիկ Եղինյանս չեմ տարածել, դա անհեթեթություն է եւ որևէ աղերս չունի իրականության հետ։ Հավելեմ նաև, որ կոնկրետ անձամբ Հրանտ Դավոյանը ուսումնասիրելով Հրանտ Դավոյանի Facebook-յան էջը, ես տեղեկացել եմ, որ Հրանտ Դավոյանը նույնպես զբաղվում է կենթանասիրությամբ, հոգ է տանում կենթանիների խնամքի եւ բուժման հետ կապված հոգ է տանում կենթանիների մասին, ինչը բնականաբար ինձ համար բավականին ողջունելի է եւ հիմա ես կցանկանայի Հրանտ Դավոյանին հորդորել, որ այլ ճանապարհով գումար աշխատի, այլ ոչ թե ինձ դատի տալու ճանապարհով, քանի որ ինչպես արդեն նշեցի, Էրիկ Եղինյանս որևէ զրպարտություն չեմ տարածել Հրանտ Դավոյանի վերաբերյալ եւ ինքնանպատակ է Հրանտ Դավոյանի այդ քայլերը ինձնից 1.5 միլիոն դրամ գումար բռնագանձելու այդ ակնկալիքների հետ կապված։ Այսինքն ինձնից 1.5 միլիոն դրամ գումար բռնագանձելու հետ կապված Հրանտ Դավոյանի ակնկալիքները դրանք ինքնանպատակ են։ Հավելեմ նաև, որ ինչպես շախմատում, այնպես էլ կյանքում Էրիկ Եղինյանից բոլոր գործողությունները մանրակրկիտ հաշվարկված են։ Էրիկ Եղինյանս միշտ ի սկզբանե հաշվարկում եւ կանխորոշում եմ իմ քայլերի հնարավոր հետևանքները։ Էրիկ Եղինյանս հաշվարկում եմ թե իմ եւ թե իմ դիմացինի բոլոր հնարավոր քայլերը։ Շատ մարդիկ թերագնահատում են իմ մտավոր կարողություններն ու գիտելիքները, բայց Էրիկ Եղինյանից թերագնահատելը շատ հաճախ լինում է իմ դատավարական հակառակորդների պարտության գրավականը։ Էրիկ Եղինյանս կողմնակից եմ խաղաղ բանակցությունների միջոցով քաղաքակիրթ եղանակով կարգավորել իմ դատավարական հակառակորդների հետ իմ հարաբերությունները, սակայն ես մշտապես հավատարիմ եմ իմ կողմից որդեգրած սկզբունքներին։ Հրանտ Դավոյանը դատանին միջնորդել էր 1.5 միլիոն դրամի չափով արգելանք դնել Էրիկ Եղինյանից պատկանող գույքի վրա, մինչդեռ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Վարդուհի Հովնանյանն իրավայցորեն որոշում է կայացրել ամբողջությամբ մերժել Հրանտ Դավոյանի այդ ակնհայտ անհիմն եւ առարկայազուրկ պահանջը։ Հրանտ Դավոյանը դատանին է ներկայացրել նոտարի կողմից չվավերացված փաստաթղթեր եւ Էրիկ Եղինյանս իրավայցորեն վիճարկում եմ Հրանտ Դավոյանի կողմից դատարան ներկայացված նոտարի կողմից չվավերացված փաստաթղթերի իսկությունը։ Եթե դատարանում պարզվի, որ Հրանտ Դավոյանի կողմից դատարանին ներկայացված նոտարի կողմից չվավերացված փաստաթղթերը կեղծ են, ապա դա կնշանակի, որ Հրանտ Դավոյանը զբաղվում է դրամաշորթությամբ եւ նպատակ է հետապնդում կեղծ փաստաթղթեր դատարանին ներկայացնելու միջոցով հասնել այն ամենին, որպեսզի Էրիկ Եղինյանիցս հօգուտ Հրանտ Դավոյանի բռնագանձվի 1.5 միլիոն դրամ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Էրիկ Եղինյանս նույնպես Հրանտ Դավոյանի դեմ բողոք է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, Հրանտ Դավոյանի կողմից խարդախության եւ դրամաշորթության եղանակով Էրիկ Եղինյանիցս 1.5 միլիոն դրամ գումար բռնագանձելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ։ Էրիկ Եղինյանից կողմից Հրանտ Դավոյանի դեմ դատարան ներկայացված բողոքի կապակցությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Տարոն Թադևոսյանը ամբողջությամբ բավարարել է Էրիկ Եղինյանից փաստարկված բողոքը եւ դատարանը Լոռու մարզի դատախազությանն ու Լոռու մարզի քննչական վարչությանը պարտավորեցրել է
Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից նկատմամբ ենթադրյալ խարդախության փորձ կատարելու եւ Հրանտ Դավոյանի կողմից դատարանին ենթադրաբար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստի առթիվ Հրանտ Դավոյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։ Այսպիսով Էրիկ Եղինյանս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում իմ զորեղ փաստարկներով ջախջախել եմ Հրանտ Դավոյանի շահերը պաշտպանող Լոռու մարզի դատախազության դատախազի եւ Լոռու մարզի քննչական վարչության քննիչի առարկայազուրկ փաստարկները։ Որպեսզի իմ այս խոսքերը ել ավելի փաստարկված հնչեն, հիմա ես ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ կողմից վկայակոչված դատանի հիշյալ որոշումը, որտեղ հստակ նշված է, որ դատանը բավարարել է Էրիկ Եղինյանից կողմից Հրանտ Դավոյանի վերաբերյալ դատան ներկայացված իմ բողոքը, ինչպես նաև ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հրանտ Դավոյանի կողմից դատանի ներկայացված նոտարի կողմից չվավերացված մի փաստաթուղթ, որտեղ ընդամենը նշված է հետևյալ նախադասությունը, որ Սոնա ջան երկու հատ հոմոսեքսուալ միասին ապրում են մի տան մեջ եւ իրար հետ շատ լավ են զգում։ Մինչդեռ այդ գրառման մեջ Հրանտ Դավոյանի անուն ազգանունը հիշատակված չէ, հետևաբար ինձ համար անհասկանալի եւ անտրամաբանական է, թե Հրանտ Դավոյանը այդ ամենը ինչու է վերագրել հենց իրեն։ Հետևաբար այստեղից բխող բոլոր ողջամիտ հետևությունները թողնում եմ ձեզ։ Այժմ ինչպես արդեն նշեցի, ձեր ուշադրության եմ ներկայացնում Հրանտ Դավոյանի կողմից դատանին ներկայացված նոտարի կողմից չվավերացված այդ փաստաթուղթը եւ իմ կողմից, այսինքն Էրիկ Եղինյանից կողմից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան Հրանտ Դավոյանի վերաբերյալ դատան ներկայացված իմ բողոքի վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը, որտեղ նշված է, որ դատարանը բավարարել է իմ փաստարկված բողոքը եւ դատարանը Լոռու մարզի դատախազությանն ու Լոռու մարզի քննչական վարչությանը պարտավորեցրել է Հրանտ Դավոյանի կողմից ենթադրաբար կեղծ փաստաթուղթ դատան ներկայացնելու եւ Հրանտ Դավոյանի կողմից ենթադրաբար դրամաշորթությամբ զբաղվելու եւ խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ դատարանը Լոռու մարզի դատախազությանն ու Լոռու մարզի քննչական վարչությանը պարտավորեցրել է Հրանտ Դավոյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ եւ սույն քրեական վարույթով արդեն բոլոր ապացուցողական գործողությունները կկատարվեն, երբ որ վերջնականապես հանգուցալուծվի Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից դեմ դատան ներկայացված քաղաքացիական գործի վարույթը։ Այսինքն Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից դեմ ներկայացված այդ քաղաքացի գործի քննության արդյունքներով, երբ որ այդ քաղաքացով դատանի կողմից կայացվի վճիռ եւ այդ վճիռը մտնի օրինական ուժի մեջ եւ վերջնականապես հանգուցալուծվի այս գործը, նոր արդեն դրանից հետո Լոռու մարզի քննչական վարչությունն ու Լոռու մարզի դատախազությունը իրավական գնահատական կտան Հրանտ Դավոյանի այդ գործողություններին, այսինքն քրեա իրավական գնահատական Հրանտ Դավոյանի գործողություններին կտրվի միայն Հրանտ Դավոյանի կողմից Էրիկ Եղինյանից դեմ ներկայացված այդ քաղաքացով դատանի կողմից կայացվելիք վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Այսքանը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։ Ահա սա է իմ կողմից վկայակոչված այդ փաստաթուղթը, այս փաստաթուղթը Հրանտ Դավոյանը հենց ինքն է ներկայացրել դատարանին, որտեղ ինչպես տեսնում եք Հրանտ Դավոյանի անուն ազգանունը հիշատակված չէ եւ այս փաստաթուղթը չի էլ վավերացվել նոտարի կողմից եւ չգիտեմ թե Հրանտ Դավոյանը ինչ ճանապարհով է ձեռք բերել այս փաստաթուղթը, սա դատանում կպարզվի։ Հիմա ցուցադրում եմ այն փաստաթուղթը, որ Հրանտ Դավոյանը դատանին միջնորդել էր արգելանք դնել Էրիկ Եղինյանից պատկանող գոյություն չունեցող գույքի վրա, սակայն դատարանի կողմից Հրանտ Դավոյանի այդ առարկայազուրկ պահանջը ամբողջությամբ մերժվել է։ Այստեղ դատավորի կողմից թույլ է տրվել տպագրական վրիպակ որոշման եզրափակիչ մասում Հրանտ Դավոյանի ազգանունը սխալմամբ նշվել է Հրանտ Լևոնի Դավթյան, սակայն հավաստիացնում եմ, որ սա հենց վերաբերվում է Հրանտ Դավոյանի միջնորդությանը այս որոշումը
Հիմա ցուցադրում եմ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի կողմից կայացված որոշումը։ Այս որոշմամբ հստակ ֆիքսվել է, որ դատարանը ապացուցման ամբողջ պարտականությունը դրել է միայն Հրանտ Դավոյանի վրա եւ դատարանը Էրիկ Եղինյանից վրա որևէ փաստ ապացուցելու պարտականություն չի դրել։ Այժմ ցուցադրում եմ դատարանի որոշումը, որտեղ նշված է, որ դատարանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարել է իմ բողոքը եւ դատարանը Լոռու մարզի դատախազությանն ու Լոռու մարզի քննչական վարչությանը պարտավորեցրել է Հրանտ Դավոյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։ Բոլոր ցանկացողները կարող են այս որոշումը սկրինշոտ անել եւ ընթերցել։ Հարգելի հետևորդներ, ամփոփելով իմ ողջամիտ դիտարկումները, վերջում ցանկանում եմ հավելել նաև, որ Հրանտ Դավոյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ներկայումս ընթացող դատական նիստերը ես ամբողջությամբ կձայնագրեմ եւ կտեղադրեմ իմ YouTube-յան ալիքում եւ հանրայնացնելու եմ այս գործով կայանալիք բոլոր դատական նիստերը, ինչպես նաեւ դատական նիստի օրվա եւ ժամի մասին ես նախապես կտեղեկացնեմ բոլոր կենթանասերներին եւ որպեսզի եթե կգտնվեն անձինք, ովքեր կցանկանան դատանի դահլիճում ներկա գտնվել այս դատական նիստերին, ապա բոլոր կենթանասերները եւ բոլոր ցանկացողները կարող են գալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայր եւ կարող են Վանաձոր քաղաքի դատարանում դատանի դահլիճում ներկա գտնվել սույն գործով կայանալիք դատական նիստերին։
Հաջորդ դատական նիստերի ժամանակ դատանում պետք է որպես վկա հարցաքննվեն եւ պետք է դատանում որպես վկա ցուցմունք տան կենթանասերներ Մարիամ Ջիլավյանը եւ Նատալի Քրմոյանը, ինչպես նաեւ դատանում որպես վկա պետք է ցուցմունք տամ նաեւ Էրիկ Եղինյանս, եւ ես իմ ցուցմունքում ել ավելի հանգամանալից կանդրադառնամ սույն գործի հանգամանքներին։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։